քանի որ հիմնական մեղավորը Ռուսաստանի դեսպանատունն է։ Այսինքն այդ կեղծ զեկուցագրերը, որ Ռուսաստանի դեսպանատունը ընդեղի անալիտիկները ուղարկում են դեպի ռուսական կառավարություն, որ այս կամ այն քաղաքական գործիչը դեռ շատ ընդունված, շատ հարգված է ժողովրդի կողմից։ Թե հիմա ինչ նպատակով է, կարանք տարբեր մտածենք, տանում պատիվ են տալիս, ընկերությունն է, փող են գրպանը դնում, թե պարտքի զգացմունքն է, կամ այդ բոլորը իրար հետ, բայց փաստը այն է, որ բոլոր տեղերում է դեսպանատան, դեսպանի անալիտիկների անձնական շահն է, թե ընկերությունը, թե պատիվ տալը, թե գրպանը փող դնելը, այդ միևնույնն է կեղծ զեկուցագրեր, որ ուղարկում է դեպի ռուսական կառավարությունը չունենալով օպերատիվ ճիշտ ինֆորմացիա, գործում է ու բոլորը լինում է շատ բացասական ընկալումներով, նույն այդպիսի զեկուցագրեր ուղարկվել է 44-օրյա պատերազմից առաջ, որ ժողովուրդը պառակտված է, կառոնան օգնելու է, ոչ ոք չի կռվելու, իսկական ժամանակն է ու եղավ այն, որ ինչ եղավ, դա ոչ միայն ռուսական դեսպանատան կողմից, այսինքն մյուս դեսպանատների կողմից, բայց եղավ այն ինչ եղավ, 4 օր հետո Ադրբեջանը սպառված էր ու ման էին գալիս, ոնց այդ ծրագիրը իրականացնեին, իհարկե դավադրությունով իրականացրեցին։ Այդպիսի լիքը զեկուցագրեր դուրս է եկել, երբ որ WikiLeaks-ը հրապարակեց Արթուր եղբայրների, ասենք, զեկուցագրերը, շատ դեսպանատան աշխատողներ կային, թե ամերիկյան, թե այլ երկրների, որոշ մարդիկ եկան ներողություն խնդրեցին, այսինքն դրանք մարդիկ էին, ում որ ես օգնել էի տերորիստական ցանց էի բացահայտել Աֆրիկայում եւ այլն, որոշ մարդիկ տարիներ անց իմեյլով ներողություն խնդրեցին, որոշ մարդիկ են անգլիական ձևով եկան ասին nothing personal, only business, որոշ մարդիկ հանդիպել եմ ուրիշ երկրներում, նրանք եղել են կամ ավելի ցածր կամ ավելի բարձր դեսպանատան աշխատողներ, հանդիպել ենք, ասենք, ինչ-որ այլ դեսպանատան միջազգային տոնի արդիվ եւ այլն, այնտեղ են ներողություն խնդրել, ուզում եմ ասեմ, դա ոչ միայն այս ռուսական դեսպանատան, բոլոր դեսպանատներում կան այդ կեղծ անալիտիկները, որ իրանց անձնական շահն են պաշտպանում, բայց Գագիկ ջան, ինձ թվում է դու վաղը կամ քեզ հարմար մի օր ռուսերեն պետքա դիմես Ռուսաստանի կառավարության։ Հիմնական այդ ակտիվության հիմնական մեղավորը ես տեսնում եմ Ռուսաստանի դեսպանատունը, Գագիկ ջան, այդ կեղծ զեկուցագրերի պատճառն է։ Այո, ինչպես միշտ եղել է։ Շնորհակալություն։ Ռուսաստանի օբյեկտիվ ինֆորմացիա գոյություն չունի։